Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, եւ այսօր մեր հյուրն է Ամերիկայի Միացյալ Նահանգներից պարոն Ափո Չապարյանը, ով աշխարհակաղակական հարցերով փորձագետ է, խմբագիր է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայկական թերթի։ Բարև պարոն Չապարյան, ողջունում եմ ձեզ կրկին մեր եթերում։ Բարև պարոն Այվազյան։ Մենք հիշում եմ ընտրություններից առաջ խոսեցինք միասին եւ հիմա կարծում եմ ճիշտ կլինի ամփոփել թե ընտրությունները եւ քննարկել այն ամենը, ինչ տեղի ունենում հիմա Հայաստանում, քանի որ հետաքրքիր իրադարձություններ են փաստացի տեղի ունենում։ Այո, իհարկե։ Նախ եւ առաջ շնորհակալ եմ անգամ եւս հրավերի համար։ Սա պատմական ժամանակաշրջան է ոչ միայն Հայաստանի համար, այլ ամբողջ տարածքաշրջանի համար։ Ընդհանրապես հարավային Կովկասը միշտ պատմության ընթացքին գրվախնդրոր եղած է եւ այսօր եւս աշխարհակաղակական խոշոր մրցակցության գիզագետում հայտնված է եւ հայրենի հայությունը եւ աշխարհի հայությունը ուզեն թե չուզեն թերակատար պետք է լան եւ ոչ թե խաղալիք։ Միջև 2018 թիվը դժբախտաբար հայկական պետականությունը հայտնված էր ներքին բլոկադայի մեջ, թերևս 1997 թվից ես հրապարակավ այդ մասին իմ տեսակետը հայտնած եմ եւ դժբախտաբար միջև այսօր որոշ չափով այդ ներքին բլոկադան թերևս կշարունակվի, բարեբախտաբար այս հունիսի 7-ի ընտրություններուն արդիվ ամենակարևոր վիրահատությունը տեղի ունեցավ։ Հայկական պետականությունը մի քանի վիրահատության կարիք ունի եւ պետք է ասել, որ առաջին վիրահատությունը, որը գմիդեր ամբողջովին կանխել ռևանշիզմը քրեա օլիգարխիկ ռսաստրուկ շրջանակների կողմից, որոնք ներկայացվեցան հին ռեժիմականների գլխավոր դեմքեր Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ իրենց հետ ասենք քրեա օլիգարխիկ շրջանակը եւ անոնց եկավ միացավ ռուսական թաշնության նոր կորզակալ երևի վաղուց արգայր այդ կորզակալը, բայց վերջերս ասենք կորզարկման դրին Դաշիր Սամո անունով այդ անձնավորությունը, որ ոչ պակաս է քան մյուս քրեա օլիգարխիկ շրջանակների ներկայացուցիչները եւ պետք է ես շնորհավորեմ Հայաստանի Հանրապետության ընտրողներին, որ ճիշտ ընտրություն կատարեցին եւ հատկապես 700,000 եւ ավել այն քաղաքացիներին, որոնք իրենց քաչարի քաղաքացիական բարդականությունը կատարեցին, իսկ եթե բադահեր որ մոտ 7 միլիարդ դոլարի բյուջե դրամատրված չլար Գրեմլի եւ քրեա օլիգարխիկ իր դրազոների կողմից, որ ներխուժում կազմակերպվեր Հայաստանի ներս այս ընտրությունների արդիվ, ես համախոհ բիդլամ պատմապան բարոն Գագիկ Սաֆարյանին, որ 70% կսպասեր եւ հուսահատ եղած է, որ 70% չէ քվեարկած ընտրողների 70 առ 100-ը չէ ընտրած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կամ վերընտրած։ Ես պիտի ընտրած է, սակայն ինչպես որ մենք իրազեկվեցանք առաջին մեկ օրերին եւ ինչպես գիշեք ես առաջին գրնամ ասել առաջին բարձրացնող մարդկանցից մեկը եղա, որ հրապարակավ բացահայտում ներկայացուցի այն ժամանակը Արմեն Ղարսլյան անունով օլիգարխի դրամատրած բյուջեի վերաբերյալ, որը գմիդեր ներխուժում կազմակերպել Հայաստանի Հանրապետության ներս հունիսի 7-ի համապետական ընտրությունների արդիվ։ Ուրեմն այդ ներխուժումը եթե կանխվեր լիակատար կերպով, անշուշտ պետք է ասենք
ոչ չափազանցված գոհունակություն հայտնել, որ Հայաստանի իրավաբան մարմիններ իսկապես լավ աշխատանք կատարեցին, բացահայտելով ընդրագաշարք դարաձելու այդ քաղաքնի օղակների ինքնությունը, սակայն ըստ երևույթին այնքան հզոր գազմագերված էր ներխուժումը եւ ընդրագաշարք բաժանելու այդ ցանցը իհարկե մարդկայնորեն անհնարին էր, որ ըստ երևույթին ամբողջովին կանխեր։ Եվ քանի որ այդպես է, եւ քանի որ Հայաստանի Հանրապետությունը որոշ չափով միայն կարողացավ կանխել, իսկ խոշոր չափով չկարողացավ, ապա ուրեմն ռսաստրուկ այս գերզ ընդության ստացած քվեների պետք է ասել առնվազն 70-75% ընդրագաշարքի հետևանք է։ Ուրեմն եթե ընդրագաշարք չիրականանար եւ ամենօրյա ասենք օթային ջամփով օթանավներով վայրեջքը ինչքան որ ես տեղյակ եմ դասնյակներով ուրեմն Ինքնաթիռներ, հա։ Միայն ինքնաթիռներով էլ չէ, նաև լարսով են եկել, մեքենաներով էլ։ Իհարկե, ուրեմն եթե այդ բոլորը չկատարվեր, ապա ուրեմն մենք ականներս պիտի լայինք չախչախիչ Բարդուտյանը ռուսաստուկ գերզ անտիմոսյանը ասում է, որ նրանք նույնիսկ շեմը կարողը չհատեին։ Չհատեին, ես լրիվ ես համախոհ եմ, որովհետև ինչպես գիշեք եւ բազմաթիվ ուրիշ ընկերուհիներ գիշեն, որ բազմիցս մեր նման սրտացավ հայեր բարձրացնեցին ընդդություններեն առաջ, որ ամեն ինչ պետք է կատարվի, որպեսզի ընդրագաշարքի միջոցով այս գերզ ընդդիմությունը մուտք չկործե ազգային ժողովներս։ Հիմա ուրեմն վերադառնանք վիրահատության շարքին։ Առաջին վիրահատությունը այն էր, որ հակառակ որ մոտ 7 միլիարդ դոլար ծախսվեցավ ընդրագաշարքի դեսքով եւ այլ պրոպագանդային միջոցների բյուջետավորման դեսքով, ուրեմն ռուսաստու գերզ ընդդիմությունը չախչախիչ վարդություն գրեց։ Իսկ վերնտության տեխնազու եղած քաղաքացիական պայմանագիր գուսակցությունը դպավորիչ հաղթանակ արձանագրեց։ Անշուշտ ես գուսայի եւ գպապակեի եւ այդ ուղղությամբ ամեն մեկս իհարկե իր լավակույնը գնենք, որ ուրեմն ծառագշիր հաղթանակ տարվեր եւ սահմանադրական մեծամասնություն կոյացներ, սակայն ոչինչ։ Հիմա ունենք այն ինչ որ ունենք, հիմա կմնա որ վիրահատությունները շարունակվին։ Առաջադրանքը այն է, որ երկրորդ վիրահատությունը այս գերզ ընդդիմությունը, որ ընդրագաշարքի միջոցով մանդատներ ապահովեցին, ուժեղ Հայաստան գոչեցյալը, ես պիտի գոչեի իրականության մեջ ուժեղ թալանչիների ակումբ, երկրորդը Հայաստան Թաշինքը, որ պետք է ասեի մեկ այլ երկրի Իսլան Թաշինք, որոնք հայելալեզատ ամեն բանի գլմանին, հայկական գեբարը չեն ներկայացներ թշպախտապար, իսկ երրորդն էլ արդեն դեղյակ ինչ կատարվեցավ։ Ուրեմն այս քաղաքական ուժերը, որ չագերդյալ անշուշտ քաղաքական ուժերը, որոնք ամեն գեր հայկական պետականության հիմքը դրակացնելու միտված են եւ հայկական պետականությունը գուբերնիայի վերածելու իրենց ծրագրին 100% նվիրված են, ուրեմն առաջին հերթին նրանց վերաբերյալ վիրահատությունը պետք է իրականացվի հաջող կերպով։ Ուրեմն ինչն է նրանց հետ կապված վիրահատությունը։ Պետք է այս ընդդիմությունը, գերզ ընդդիմությունը արմադախիլ ըլլա Հայաստանի ազգային ժողովներս հետս կոչման հadoop ընտրությունների առաջադրանքով
ես դեղյակ չեմ, որ Հայաստանի կառավարությունը արդյոք մշակած են հետս կոչման ընդդության օրենք, որ քաղաքագիտ աշխարհի մեջ գոյություն ունի։ Օրինակ համար 2003 թվականին Կալիֆոռնիայի կառավարիչ Գրեյ Դեյվիսին պաշտոնազրկման հատուկ ընդդություն կազմակերպեցավ, երբ որ հասարակության մոտ թշկողության ալիքը սկսավ ավելի ուժեղանալ, հետևաբար անգլերեն գսեն recall elections կազմակերպեցավ, եւ այդ recall election-ը առաջադրանքը հանրակրվեն չախչախիչ հաղթանակ դարավ եւ նովին կորձով օրվան կառավարիչը Գրեյ Դեյվիսը պաշտոնանք հրճակվեցավ եւ զուգահեռ տեխնացուներ իրենց դարբեր որակավորված անձին իրենց տեխնազությունը առաջադրեցին եւ նրանցից Արնոլդ Շվարցենեգերը ընդրվեցավ նոր կառավարիչ։ Ուրեմն կալով Հայաստանի ազգային ժողովի հետ կապված եւ ընդհանրապես Հայաստանի պետության համագարկին շատ լավ գլար, որ եթե այդպիսի օրենք գոյություն ունի, ներկա կառավարությունը նախքան 9-րդ համակարգումարի սկիզբը օրենք անցկացնեն, մշակեն եւ անցկացնեն recall elections-ի մասին, այսինքն հետս կոչման հատուկ ընտրությունների մասին։ Եվ այդ հատուկ մեկ շաբաթ ունեն նրանք, հետո արձակուրդի են արդեն գնում։ Լավ, եթե չեն հասցնել, ուրեմն պետք է որ կենտրոնանանք այս առաջադրանքի վրա եւ ինչքան հնարավոր է մոտ ապակային այս օրենքը մշակվի, որովհետեւ հետս կոչման օրենքը կորձե։ Ինչ կնշանակի այս բարակային հետս կոչման օրենքի դրամատիկությունները։ Եթե ժողովուրդը փողոքի ալիք բարձրացնի, ուժեղ Հայաստան Թաշինք մանդատ վերցուցած, իհարկե իրենք կսեն պիտի չի վերցնեն, բայց անպայման պիտի վերցնեն, Երանի չվերցնեն, ապա ուրեմն երկրորդ վիրահատությունը իրականացած կլա։ Ես չեմ կարծում, որ իրենք են որոշում։ Այո, ես համաձայն եմ, Գրեմլով կամ առանց Գրեմլի անպայման որ պիտի վերցնեն այդ մանդատները։ Բայց հիմա տեսնում եք ինչ են անում, փորձում են արդեն չեղարկել Սյունիքում երկու ընտրատեղամասի արդյունքները, որտեղ որ զինվորներն էին քվեարկել, չնայած որ զինվորները երբ որ ներս են մտել, իրենք իրավունք ունեին քվեարկել, հետո դուրս գալ։ Ընտրատեղամասը փակվում է, ներսի մարդը իրավունք ունի քվեարկելու։ Հիմա փաստացի դրանով փորձում են 1000-ից փոքր ավել ձայներ գողանալ քաղաքացիական պայմանագրից, որը որ բան չի փոխում իրականում, քանի որ ուրիշ տեղերում վերահաշվարկի արդյունքում մենք տեսանք ինչ տեղի ունեցավ։ Այդ նույնը հավասարվում է կրկին, բայց իրենք անցնում են փաստացի հարձակման, չնայած որ այդպիսի ընտրակեղծիքներ են արել եւ ընտրակաշառք իրենք փաստացի հարձակման անցած են, որովհետեւ իրենք գիտեն, որ իրենց օրերը հաշված են, իրենք մահու գենաց գրիվ կմղեն, իրենց համար մահը կնշանակի իրենց աբուրինի յուրացումներու բռնականությունը, գենացը աբուրինի յուրացումները բահբանումը։ Ուրեմն իրենց համար հայկական pedagogical առողջությունը կենսական չէ։ Հետևաբար վերադառնալով երկրորդ վիրահատության հետս կոչման ընդդություններ երբ ժողովուրդը իր փողոքի ցայնը կբարձրացնի եւ հանրակրվեի հետս կոչման հատուկ ընդդությունների առաջադրանքի դակ իր ստրուկտուրը գիրականացնի, ապա ուրեմն պետությունը ըստիված կլա հատուկ ընդդություններ կազմակերպելու եւ եթե փողոքը ուղղված է օրինակ համար ուժեղ Հայաստան Թաշինքի եւ Հայաստան Թաշինքի ներկայացուցիչների հանդեպ, ապա ուրեմն նրանց փոխարինող ընդդություններ կազմակերպել, որովհետեւ վերջնականապես արմադախիլ ըլլան այս ռեսաստրուկները, հակապետական շրջանակները, որոնք ամեն կերպ կբայքարին հայկական pedagogical ինքնիշխանության, անկախության, ժողովրդավարության, պաշտպանության, տնտեսության, սոցիալ արդարության զարգացման առաջադրանքին։
Իսկ երկրորդ վիրահատությունը այն է, որ հայկական pedagogiությունը, որ բարեփոխաբար մշակած է եւ վավերացած է խորհրդարանական մեծամասնությամբ բռնականցման աբրունի յուրացումներու բռնականցման մասին օրենքը պետք է դայել ամիջապես իքորս դրվի, որովհետեւ այս շրջանակները իրենց թալանածով չվայքարին սեփական ժողովրդին թեմ եւ սեփական pedagogiության թեմ։ Իսկ հաջորդ վիրահատությունը Հայաստանյաց արաքելական եկեղեցին ենթարկել հավատացյալների գամքին, այսինքն հայկական pedagogiությունը բարդավոր է իր քաղաքացիների իրավունքները պաշտպանել, երբ հարցը կվերապերի Քարեքիմբը գդիչ Ներսեսյանի հերացման։ Ուրեմն Քարեքիմբը գդիչ Ներսեսյանը բազմիցս արդեն բացահայտված է, որ որպես քաղաքացի բազում քրեական բազում հանցագործություններ կործած անձնավորություն մնե։ Հետևաբար հայկական pedagogiությունը բարդավոր է օրենքը փանեցնել եւ Քարեքիմբը գդիչ Ներսեսյանին պատասխանատվության կանչել որպես քաղաքացի։ Մենք պետք է իմիջի ունենանք, որ ովևէ կրոնական օրինակի համար Ամերիկայի մեջ, կամ Կանադայի մեջ, կամ Եվրոպայի մեջ ովևէ կրոնական Բայց դա մի փոքր ուշ, չէ՞ ավելի, թե հիմա։ Ամիջապես սպասելու գարիք չի գա։ Ուրեմն մենք գիտենք, որ զարգացած պետություններու մեջ բոլոր կրոնական աշխատավորները, ասենք հոգևոր ծառաները ենթակային իրենց փնակած եւ կորզած պետությունների օրենքների։ Հետևաբար Հայաստանն որպես քաղաքագիր աշխարհի մեկ անբաժան մասնիկ պետք է նաև իր դրամատուրգիան դակ կորձող թադայրավական համագարկը պետք է փանեցնե եւ այդ իրավական համագարկը նաև պետք է փանեցնե հանցագործություն կորձած կրոնական մարդկանց հանդեպ։ Հիմա ինչ որ հետընտրական բաներ սպասվում են, պարոն Չապարյան, ինչ եք կարծում, քանի որ իրոք ես արդեն նշեցի ինչ որ տեղի ունեցավ Սյունիքում, կրկին ԲՀԿ-ն վերահաշվարկներ է պահանջում, ուժեղ Հայաստանը դիմում է սահմանադրական դատարան։ Ինչ Իհարկե այս երևելիները ընդունակ են ամեն ինչի, միշտ ասած եմ, միշտ պիտի գրտնեմ, քանի որ եթե ասված մի արասե իրենք կանխամտածված հոկտեմբեր 27/1999-ի նմանող այս անգամ ավելի լայնամասշտաբ գործողություն իրականացնել հյուսիսային ընկերոջ մեկսակցությամբ եւ մասնակցությամբ, ապա ուրեմն սա աննախադեսելի ուրեմն ավերվածություն կառաջացնի։ Դրա համար պետք է շատ աչալուրջ կերպով հսկել եւ վերահսկել եւ նաեւ նախապատրաստել բոլոր քաղաքացիները լալու ռազմունակ, որովհետեւ մենք ընդունենք կամ չընդունենք հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության եւ հակասությունների գորիզ է, բայց միևնույն ժամանակ հարավային Կովկասը խոշոր ցերկերումների գամուրջ է, ինչպես որ վարչապետ Փաշինյանը խաղաղության գամուրջ, ասենք միտքը բազմիցս արտահայտած է, դա շատ կովելի է, սակայն խաղաղության գամուրջին իրակորձումը գնահատեսե դեվական աշխատանք եւ ըսկոնություն եւ ինչ կվերապերի Սյունիքի շրջանը մի քանի ընդրադարձ ընդրությունները չեղարկելու մասին, ապա ուրեմն դա ոչ մեկ կերպ ինձ համար զարմանալի չէ եւ ոչ էլ անակնկալ է եւ մենք պետք է իմիջի ունենանք, որ
այս երակլուխ հրեշը ձանր հարված ստացավ նաև սյունյաց աշխարհի մեջ, երբ մեր քաղաքացիները, հայկական pedagogical քաղաքացիները համոզիչ մեծամասնությամբ գոմ քվեարկեցին քաղաքացիական պայմանագիր գուսակցության վերընդության առաջադրանքին եւ սա ձանր հարված մի եղավ ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքների համար եւ ընդհանրապես ամբողջ այդ ռեսաստրուկ եւ թալանտիական ջամփարի համար եւ ինձ համար հետաքրքրական է որ այս մարտիկը երբ իրենք ռեսաստրուկ որպես թալանտիներ հանդես կգան միևնույն ժամանակ իրենց գծեվացնեն քարեկին նշտեի հետևորդներ ինչպես որ Սյունիքի մարզպետ բարոն Ռոբերտ Ղուկասյանը բազմիցս արտահայտած է այն խելամիտ խոսքը որ ինչպես կարելի է մարդ նշտեական ըլլալ եւ միաժամանակ լինել ռեսաստրուկ դա միջից ծիծաղելի է ուրեմն այս գեղձ նշտեականները երևի դեղյակ չեն որ Սյունիքի մեջն հայկական pedagogiությունը օժտված է քարեկին նշտեի արժանավոր հաջորդներով եւ պետք է ասել որ սյունյաց աշխարհը իր հերթին շարաչուն ապտակտվավ այս ներքին քրեոլիգարխիկ մշակույթը գիրառողներին Ինչպես եք վերաբերվում Թրամփի ուղերձին, Մարկո Ռուբիոյի ուղերձին, շատ հետաքրքիր տարեր էին պարունակում այդ ուղերձները։ Այո, ուրեմն Թրամփի ծրագիրը, Թրամփի առաջադրանքը միանշանակ օրհնափեր առաջադրանք է, հակառակ որ հին ռեժիմականները, քողապետականները անընդհատ սուտ պրոպագանդ կդարածեն, որ հայկական pedagogical ուրեմն սուվերեն հողադարձ կդրամատրվի կամ գզիչվի թշնամուն, դա բոլորովին անհիմն է, մենք ականատես կլանք եւ ոչ միայն ականատես, այլ գերդողները կլանք, համադեղ գերդողները կլանք այն հոյագապ հերանգարային ծրագրին, որը կգոչվի հայկական խաչմերուկ, որ նաեւ հետաքային նաեւ գոչվեցավ Թրամփի ուղի եւ Սյունիքը եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը եթե ուշադիր նայենք համաշխարհային քարտեզին պիտի տեսնենք որ Եվրասիայի ասենք մայր ցամաքների ճիշտ կենտրոնը միակ հողային գամուրջն է հյուսիսից հարավ արևելքից արևմուտք Մարկո Պոլոյի նույն ճանապարհը եւ մենք ամեն կերպ պետք է պայքար տանենք որ Հայաստանը լինի garrison state այսինքն ամրոց պետություն ասք փանակ հասկացողությամբ առաջնորդվող պետություն որբեսի գանխե ռուսական դաշնության այդ նենկամիտ ծրագիրը որովհետեւ ռուսական դաշնությունը ամեն կերպ կաշխատի որ օգոստոս 8 2025 Վաշինգտոնյան երագոմ համացանությունը եւ նախահամացանությունը չեղարկվի եւ վերադառնանք 2020 թվականի նոյեմբերի 9-ի Մոսկվայի պայմանագրին կամ համացանության այնպես որ ինչպես որ մենք իրազեկվեցանք Մոսկվան ամեն կերպ իքորձ գտնե այն նենկամիտ ծրագիրը որ ինքը դիրանա Սյունիքին որբեսի իր աշխարհակաղակական թիրքերը մի քիչ բարելավի որովհետև 2022 թվականից մինչև հիմա ռուսական դաշնությունը ծանր բարդություններ գրեց շարունակի գրել իհարկե Ուկրաինայի մեջ մենք շատ լավ գիտենք 2022 թվականի փետրվարին երբ ռուսական դաշնությունը ներխուժեց Ուկրաինա այն ժամանակը Պուտինը եւ իր ասենք ամիջական գործակիցները մեծախոսիկ կերպովին մի քանի օրից մենք կնվաճենք կամ կազատագրենք կամ կփրկենք Ուկրաինան
մենք տեսանք, որ Ուկրաինան ինքզինք փրկեց բարեաճող երբով, հիմա Ռուսաստանը գարիք ունի սեփական փրկության համար պայքար դանելու։ Եվ չմոռանանք, շատ կարևոր հանգամանք մը կա այստեղ պատմական, որ տարածքաշրջանի մեջ մինչ հանրապետությունները, բոլոր հանրապետությունները գուղվին թեպի ժողովրդավարական համակարգ, ազատ աշխարհ, թերևս մենք գործ ունենք ավտոկրատ պետության հետ, հանցինս ռուսական դաշնության, որ գմիդի վերականգնել իր ավտոկրատ, իր միապետական, մենադիրական իշխանությունը նոր տեսակի սովետական գաստության դեսքով։ Սակայն ինչպես որ գիտենք 90-91 թվին մենք ունեցանք Գորբաչև 1.0 ասենք բատկերը, հիմա պիտի չզարմանանք, որ Պուտինը ագամա դառնա Գորբաչով 2.2։ Ինչու՞, որովհետև այն ինչ որ գցերնարգե բարոն Պուտինը ագամա գտանի ռուսական դաշնությունը թեպի մասնատման։ Չմոռանանք, որ այսօր այսպես կոչված ռուսական դաշնությունը թերևս ուրիշ ժողովուրդների հողադարածները բռնազավթած է 27 ազգային պատկանելություն ունեցող դարբեր խմբավորումներ։ Ուրեմն այդ խմբավորումները արդեն սկսած են պայքարը անկախանալու։ Հետևաբար ռուսական դաշնությունը ենթակա է Գորբաչով համար 2 գործընթացի։ Բայց դա մեզ այդքան էլ լավ չէ, եթե օրինակի համար Չեչնիա, Դաղստան այդ մահմեդական ժողովուրդները ինչ որ պայքար սկսեն Ռուսաստանի դեմ, դա նաև վտանգներ կարող է ստեղծել մեզ համար։ Հնարավորություններ, բայց նաև վտանգներ։ Գիտեք, այդ ժողովուրդները, որոնք մահմեդական են, սկսելով հյուսային Աֆրիկայից միջև ասենք Կենտրոնական Ասիա, հայ ժողովրդի հանդեպ ոչ մեկ տեսակի սխալ գործունեություն չեն կատարած։ Եվ ասեմ ինչու։ Իսկական մահմեդականները շատ մոտ գսկան քրիստոնյաներին եւ սուտ մահմեդականները, որոնք ասիո ապաստաններեն եկած ժողովուրդները մեկ հատված մնեն, ասենք դարբեր պատկանելություններ ունեցող օրինակ սելջուկներ, նրանք բաժանվեցին 3 խմբավորումների, գրոնական խմբավորումների, եւ որոնցից մեկը մահմեդականությունն է, մեկ մասը քրիստոնեությունն է, ադոր համար մենք Ռուսաստանի մեջ ունենք սպիտակ թուրքեր, չէ՞։ Ուրեմն նաեւ մեկ մասը վերածվեցան կամ հետևորդներ դարձան հրեության։ Ուրեմն այս խմբավորումները, որոնք անվանաբես միան մահմեդական դարձան, այդ տեսակ մարդիկն են, որ միջև այսօր կհարածեն քրիստոնյաներին, օրինակ Թուրքիան այդ տեսակ մահմեդականության հետևող մասամ ունի, անշուշտ Կոնյայի մեջ ունենք շատ բարի իսլամության հետևող թուրքեր, որոնք նույնիսկ ցեղասպանության ժամանակ հայրուն օգնեցին, հայերին փրկեցին, բայց նաև ունենք գերձ մահմեդականներ, որոնք մահմեդականության հովանուն ներքո ցեղասպանությունը կործատվեցին եւ միջև այսօր մշակութային ցեղասպանություն գիրականացնեն Թուրքիո մեջ, հայկական եկեղեցիներ կանտելով, նույնպես եւ Ադրբեջանի մեջ։ Ուրեմն վերադառնալով ծեր հայտնած մտահոգության, այո, եթե անվանաբես մահմեդական դարձած են, սակայն իրենց հիմնական նպատակը աբորունի յուրացումները շարունակել, ուրիշ մարդկանց հողադարածները թալանել եւ ցեղասպանություն կործել, այո, ուրեմն ուշադիր պետք է լինեն, բայց միևնույն ժամանակ կան նաեւ իսկական մահմեդականության իսկական հետևորդներ, որոնց հավատքին մաս չի կազմել ցեղասպանություն կործելը։ Ինչպես կարելի է ասենք ցեղասպանություն կործած մահմեդականը փախտadel նույն ինքն Մուհամմադին եւ նույնիսկ 1900
15-16-17 թվականներին հաշեմական թագավորության ղեկավար ուրեմն Շեյխ Հաշեմիթի այդ հռչակագիրը, որ ոչ մեկ կերպ իմ գրոնքի հետևորդներին թույլ չեմ տա գարկիլեմ, որ քրիստոնյա հայերին թեմ ցերկ բարձրացնեն, այլ պետք է քուրքուրալ ցեղասպանության նման բան ասել, եթե չեմ այո, այնպես որ այդ չեչենների կամ մյուս մահմեդական ժողովուրդների անկախացումը ռուսական դաշնությունից Հայաստանին կարող է վտանգ ներկայացնել, բայց միևնույն ժամանակ կարող է չներկայացնել, պատճառը որ մեր փորձառությունը ժխտական եղած է, որովհետև ցարական Ռուսաստանից սկսած մինչև այսօր թշպախտաբար ռուսական դաշնությունը ասածս նաև այն է, որ մենք ավելի շատ մենք մեր խնդիրներից խոսենք, պարոն ռուսական դաշնությունը ասկամիջյան խռովարարություն գերականացնե, այսինքն խնդիրներ կհարուցանե, որովհետեւ դարածքաշրջանի պարոն մեր նպատակը այն չէ, որ ավելի լարենք հայ-ռուսական հարաբերությունները, բնականաբար մենք չենք ուզում դա անել, նաև Փաշինյանի կառավարությունն է այդ մասին խոսում, մենք ուղղակի ստիպված արձագանքում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում։ Մենք չենք ուզում Վրաստանի ճանապարհով գնալ, որը որ սխալ ճանապարհ էր Սաակաշվիլիի ժամանակ, Ուկրաինայի սխալներն էլ չենք ուզում կրկնել, Մոլդովայի, մենք ունենք մեր ճանապարհը։ Մեզ երբ որ կպնում են, մենք պաշտպանվում ենք, բայց մեր մոտ թշնամանքի ատելության խոսք չկա Ռուսաստանի նկատմամբ։ Բայց մենք տեսնում ենք ինչ է անում Ռուսաստանը, հստակ գիտակցում ենք եւ հստակ պատասխանում ենք։ Չենք պատասխանում քաղաքական հայտարարությունների մակարդակով, ավելի լարելու իրավիճակ տեսնում եք, չէ՞, մեկ ամսից ավել Ռուսաստանը հարձակվում է քաղաքական մակարդակով հայտարարություններից, Հայաստանում լուր են, ուղղակի հետևանքներն ենք վերացնում այդ ամենի, էմբարգոյի հետևանքները եւ այլն, այդպես շարունակ։ Եվրամիությունը շատ օգնեց, Ամերիկայի Միացյալ Նահանգներն են օգնում, բայց մենք չենք լարում, այսինքն իրենց սադրանքներին չենք ենթարկվում, փորձում ենք չենթարկվել, բայց հետևողականորեն պաշտպանում ենք մեր պետության Ես ողջունում եմ վարչապետ Փաշինյանի վարած քաղաքականությունը, մեղմացման քաղաքականությունը, սակայն նաև իմ նման սրտասավ հայերը իրենց զայրույթը չեն կարողանում թաքցնել, երբ մենք վգա գտարնանք Կրեմլի կողմից ամեն տեսակ սրիկայություններին, ինչպես կարելի է իմ նման հայը լրե հարկելով հանդերձ վարչապետ Փաշինյանի վարչակազմի վարած քաղաքականությունը, վարչապետ Փաշինյանը հայկական ռեալ պոլիտիկ իրականացնե, ինչը շատ Ես կարծում եմ, որ Փաշինյանն էլ կուզենար այդպես արտահայտվել, բայց հասկանում է, որ պետք չէ այդպես արտահայտվել։ Կարող է մեզանից էլ ավելի սուր արտահայտվի։ Այո, ուրեմն վարչապետ Փաշինյանը պետք է որ շարունակի արտաքին զինակցությունը դիվերսիֆիկացիա իրականացնելու առանց ընդհատելու իր կապերը Մոսկվայի հետ, դա իր որոշումն է, ես հարգում եմ։ Մոսկվան ինքը կամաց կընդհատի, չշտապենք։ Այո, խնդիր չի գա։ Լավրովը արդեն հայտարարեց, որ կարող է հապկից փորձեն հեռացնել Հայաստանին։ Այո, ողջունում ենք այդ հայտարարությունը եւ միտքը։ Այո։ Էմբարգոն հայկական ապրանքների նկատմամբ միանգամից Եվրոպան բացեց հայկական ապրանքների նկատմամբ սահմաններ առանց մաքսատուրքերի ԵԱՏՄ-ի մեջ գտնվող Հայաստանի համար աշխարհում միակ պետությունն է։ Այո։ Եվ Միթե չի կարելի ողջունել այդ քայլերը։ Եվ պետք է ասել, որ հայկական pedagogiությունը ամենաուժեղ նախաշրջանի շեմին գտնվի ներկայիս։ Եվ ես կողջունեմ այն միտքը, որ դիվերսիֆիկացիան շարունակվի առանց թուրք շբրդելու Մոսկվային։ Թող ինքն էլ մասնագիծ լա, սակայն բոլորն էլ հարգեն հայկական pedagogiության ինքնիշխանությունը եւ անկախությունը։ Դա միանշանակ է եւ այստեղ մենք զիջելու տեղ չունենք։ Շատ շնորհակալ ենք պարոն Չապարյան այսօրվա զրույցի համար, հաջողություն ձեզ։ Հաջողություն։